Կին, երեխա և իշապ։ Առաջին հայացքից սա հնչում է որպես սարսափազդումի հեքիաթ։ Ի դեպ մտահոգիչ տեսարանները, որոնք դուք քիչ առաջ տեսաք, մեզանից մոտ 2000 տարի առաջ Հովհաննես առաքյալին տրված ճշմարիտ և զորեղ մարգարեության մի մասն են։ Ինչ է փոխանցում մեզ հայտնության 12-րդ գլխի մարգարեությունը։ Արդյոք այն ցույց է տալիս մեզանից հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած որևէ իրադարձություն, թե նկարագրում է տեսարաններ, որոնք պետք է տեղի ունենան մոտ ապագայում։ Ում են ներկայացնում կինը, վիշապը և մանուկը։ Այժմ միացեք մեր այս ճանապարհորդությանը, մի աշխարհ, որը քչերն են տեսել, բայց բոլորն էլ այդ աշխարհի մի մասնիկն են։ Հայտնություն, Հարսը, Գազանը և Բաբելոնը։ Աստվածաշնչի վերջին գրքում Հայտնության մեջ Հովհաննես առաքյալը տեսնում է մի տեսիլք կապված չարի ու բարու միջև մեծ պայքարի հետ։ Մի մարգարեություն պայքարի մասին, որը ժամանակի լուսաբացից սկսած մոլեգնում էր բեմահարթակի հետևում։ Դարերի ընթացքում այս մարգարեության գաղտնիքները պարուրված էին խորհրդավորությամբ, նույնիսկ մինչև հիմա։ Սա քրիստոնեության պատմությունն է, ճշմարտության որոնումը և միլիոնավորների հավատքի հիմքը, սկսած թագավորություններից և տիրակալներից, որոնք մեկը մյուսի հետևից ընկան, մինչև իրենց հավատքի համար պայքարող տղամարդիկ և կանայք։
Եվ մի նշան երևաց երկնքում. մի կին արեգակն իր վրա առած, և լուսինը նրա ոտների տակ, և նրա գլխի վրա 12 աստղերի պսակ, և նա հղի լինելով աղաղակում էր երկունք քաշելով և չարչարվելով, որ ծնե։ Եվ վիշապը կանգնած էր այն կնկա առաջին, որ պիտի ծներ, որ երբ որ ծնե, կուլ տա նրա զավակին։ Աստվածաշնչյան շատ գիտնականներ և պատմաբաններ ուսումնասիրել են այս մարգարեությունը տարիների ընթացքում և համաձայնվել են, որ Հայտնության 12-րդ գլխի մարգարեությունը հայտնի է մանուկների ջարդ անվամբ, որը տեղի էր ունեցել Իսրայելում առաջին դարում։ Քրիստոսի ծննդից տասնամյակներ առաջ հռոմեական կայսրությունը նվաճել էր ամբողջ միջերկրական աշխարհը, ներառյալ Իսրայելը, և այս պատմության մեջ նրանք ունեցել են տարբեր ղեկավարներ։ Հիսուսի ծննդից 12 տարի առաջ թագավորում էր Հռոմի կողմից նշանակված Հերովդես թագավորը։ Աստվածաշնչից դուրս կան նրա դաժանության մասին պատմող փաստաթղթեր։ Նա ի վիճակի էր սպանելու անգամ իր սեփական զավակներին։ Նա անողորմ էր, և դուք հաստատ չէիք ցանկանա հայտնվել նրա ձեռքերում։ Հերովդեսը շատ շփոթված էր, երբ իմաստուն մարդկանց մի փոքրիկ պատվիրակություն արևելքից եկավ Երուսաղեմ, հայտարարելով, որ փնտրում է Իսրայելի նորածին թագավորին։ Ինչու էր Հերովդեսը խառնվել դրանից, քանի որ դա Հերովդեսի տիտղոսն էր շնորհված հռոմեական կայսրության կողմից Իսրայելի թագավոր։ Նա հարցրեց իր աստղագետներին, թե քանի տարի առաջ կարող էր ծնված լինել Քրիստոսը, և աստղագետները որոշեցին, հնարավոր է նա ծնվել է 2 տարի առաջ կամ նույնիսկ ավելի քիչ։ Նա փարիսեցիների և սադուկեցիների միջոցով իմացավ, թե որտեղ պետք է ծնվեր այդ երեխան, և հայտնաբերելով, որ դա Բեթլեհեմն է, շատ անհանգստացավ իր գայի կորստյան համար։ Եվ քանի որ նա այդքան զայրացած էր այս երեխայի դեմ, ուղարկեց իր զինվորներին փնտրելու և սպանելու Հիսուսին։ Աստվածաշունչը մեզ պատմում է, որ այս բարբարոսական գործողությունը ներշնչված էր բռնակալ ծեր թագավորի նախանձից։ Շատ աստվածաբաններ կարծում են, որ դա երկար դարեր ձգվող և մինչև այժմ էլ շարունակվող ավելի մեծ պայքարի ընդամենը մի փոքրիկ մասն էր։ Այս մարգարեության գաղտնիքները բացահայտելու համար առաջին հերթին եկեք բացահայտենք գլխավոր դերակատարներին՝ կնոջը, երեխային և վիշապին։ Նա ասում է. «Եվ մի մեծ նշան երևաց երկնքում. մի կին արեգակն իր վրա առած, և լուսինը նրա ոտների տակ, և նրա գլխի վրա 12 աստղերի պսակ»։ Եկեք ավելի մոտիկից նայենք կնոջը։ Մենք հասկանում ենք, որ նա ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի խորհրդանիշն է։ Արդյոք Աստվածաշունչը ասում է մեզ, թե ում է խորհրդանշում այս կինը։ Մարդիկ, սիրեցեք ձեր կանանցը, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն և իր անձը մատնեց նրա համար։ Սուրբ գրքում կինը շատ հստակ ներկայացնում է եկեղեցին։ Այն ներկայացնում է Աստծո ժողովրդին։ Մենք տեսնում ենք այն հին և նոր կտակարաններում։ Հիսուսը դուրս եկավ Իսրայելի ժողովրդից, այնուհետև եկեղեցին սկսում է աճել այնպես, կարծես Հիսուսն է այն զարգացնում։ Կարևորագույնն այն է, որ այս կինը պատրաստվում է ծնել արական սեռի հատուկ երեխա։ Ո՞վ է այս երեխան։ Մենք ունենք մի քանի ցուցումներ։ Առաջինը նա հովվում է ազգերը երկաթի գավազանով։ Սա ցույց է տալիս հին կտակարանը, որտեղ ճշմարիտ Աստվածն է իշխում ազգերը երկաթի գավազանով։ Եվ հետո ասվում է, որ նա վերցվում է երկինք։ Իսկ ով վերցվեց երկինք։ Հիսուս Քրիստոսը, այդպես չէ, նա թագավորների թագավորն է և տերերի տերը։ Այս երկու ցուցումները մեզ պարզ ասում են, որ նա Հիսուսն է։
Այժմ եկեք քննարկենք այս կարևոր մարգարեության չարագործին՝ վիշապին։ Եվ մի ուրիշ նշան երևաց երկնքումը, եւ ահա մի մեծ վիշապ, կրակի պես կարմիր։ Գիտեք, ես կցանկանայի սրա հետ կապված մի ֆանտաստիկ տեսություն ասել, բայց Աստվածաշունչը պարզ ասում է մեզ, թե ով է վիշապը։ Վիշապը Սատանան է։ Հին եւ նոր կտակարաններում ով է փորձում ավերել։ Դա Սատանան է, չար հրեշտակը, դևը, եւ նա հարձակվում է հենց Քրիստոսը գալիս է լույս աշխարհ։ Եվ վայր գծվեցավ մեծ վիշապը, այն առաջի օձը, որ բանսարկու եւ Սատանա է կոչվում։ Այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գծվեցավ երկրի վրա եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գծվեցան։ Ինչ տեսնում ենք մենք այստեղ Հայտնության 12:1 մասում, Հիսուսի եւ Սատանայի միջև դարավոր հակամարտության խորհրդանշական պատկերն է։ Եվ իդ գնալով դեպի Եդեմի պարտեզ մենք տեսնում ենք այս նկարագրությունը, որտեղ կա նաև թևերով մի օձ։ Իսկ ինչի նման է թևերով օձը։ Դա վիշապի ինչ-որ տեսակ է։ Եվ մենք տեսնում ենք այս օձին, այս վիշապին Աստվածաշնչի ամբողջ համատեքստում։ Հիսուսի ամբողջ կյանքում եւ ծառայության մեջ Սատանան փորձեց խանգարել Հիսուսի մարդկության փրկության ծրագիրը։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեց։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Տարբեր տեղերում մենք տեսնում ենք, որ նրանք Հիսուսին վռնդեցին սինագոգից եւ ցանկացան վայր գցել ժայռից։ Բայց Սատանայի փրկության ծրագիրը խորտակելու որոշումը քանդվեց, երբ Հիսուսը հարություն առավ։ Եվ նրա որդին հափշտակվեց Աստծո մոտ եւ նրա աթոռի մոտ։ Այժմ ֆիզիկապես անհասանելի լինելով Աստծո որդուց, Սատանան իր ամբողջ զայրույթը ուղղել էր Հիսուսի հետևորդների, քրիստոնյաների վրա։ Նա շատ բան արեց դաժան Հռոմի կայսրության հզորության միջոցով։ Եվ երբ որ տեսավ վիշապը, թե վայր գծվեց երկրի վրա, ընկավ այն կնկա ետևից, որ արու զավակը ծնեց։ Քրիստոնեությունը կենթանի մնալու համար պայքարող, հետապնդվող փոքրամասնություն էր, որը չուներ պաշտոնական կարգավիճակ հռոմեական կայսրության մեջ, որտեղ տեղի ունեցան մի շարք հալածանքներ, որոշները նույնիսկ շատ դաժան։ Հռոմեական կայսրության մեջ կրոնի դերերից մեկն էլ պետության բարեկեցությունը ապահովելն էր։ Տարածված էր այն գաղափարը, որ եթե աստվածներին պաշտեն պատշաճ կերպով, ապա նրանք կաջակցեն կայսրությանը, իսկ եթե երկրպագեն անպատշաճ կերպով, ապա նրանք կպատժեն կայսրությանը որպես աստվածային զայրույթի արդյունք։ Քրիստոնյաները չէին ցանկանում զոհեր բերել աստվածներին, ներառյալ կայսրին։ Այնպես որ շատ հեշտ էր այս մարդկանց համարել կրոնական խավության նոխազներ։ Այսպիսով, եթե որևէ բան այն չէր, ապա դա անպայման քրիստոնյաների պատճառով էր, ովքեր հրաժարվում են պատշաճ երկրպագություն տալ աստվածներին։ Դե իհարկե, պետք է պատժել նրանց, իսկ պատիժը հաճախ մահ էր նշանակում։ Մարդիկ մտածում էին, որ քրիստոնյաները հավաքվում էին միասին նաև իրենց եղբայրների եւ քույրերի հետ սիրով զբաղվելու համար։ Քանի որ կային բամբասանքներ, որ նրանք այրենապղծությամբ են զբաղված, քրիստոնյաները սովորություն ունեին իրար անվանելու եղբայրներ եւ քույրեր, եւ նրանք սովորություն ունեին ուտելու Քրիստոսի մարմինը։ Ըստ երևույթին մարդիկ լսել էին, թե իբր քրիստոնյաները ուտում են երեխաներին։ Հետևաբար, երբ հեթանոսները լսեցին այս մասին, նրանք սկսեցին ամենավատ բաները ենթադրել։ Քրիստոնյաները աստիճանաբար ձերքվեցին իրենց քաղաքացիական դիրքերից, իրենց զինվորական կոչումներից, նրանց գրքերը բռնագրավվեցին, նրանց եկեղեցիները ավերվեցին, արգելվեց նրանց հանդիպելը եւ այլն։ Եվ այս ամենը այն պատճառով, որ կար անհանգստություն, որ սա իսկապես խոչընդոտ է կայսրության բարեկեցության համար։ Հռոմի հալածանքներից տառապող վաղ եկեղեցու կյանքը հզոր վկայություն դարձավ ճշմարտության համար։ Մինչ հեթանոսներն ապրում էին մշտական սնահավատության վախի մեջ, քրիստոնյաները տանջվում էին եւ մահանում գերբնական խաղաղությամբ։ Հիմնականում ինչ էր անում Ներոնը։ Նա առյուծներին կերակրում էր նրանց մարմիններով, նրանց կապում էր սյուներին, ձյութ էր լցնում նրանց վրա եւ նրանք վառվում էին որպես մարդկային կենդանի ջահեր, որպեսզի իրենք կարողանային շարունակել իրենց խնջույքը մինչ ուշ գիշեր։ Նա նրանց քարատում էր կամ էլ սպանում գլադիատորների միջոցով։ Նա լարում էր իր ամբողջ ստեղծագործական միտքը քրիստոնյաներին վերացնելու համար։ Իրենց կյանքում ցավալի վերջաբան ունենալով նրանք հաճախ երգում եւ ուրախանում էին։ Հազարավոր քրիստոնյաներ թանկ գին վճարեցին իրենց հավատքի համար եւ նրանց վերջին աղոթքներն ու թափված արյունը դառնում էին նշանակալի սերմեր նոր եկեղեցիների համար։ Տերտուլիանոսը պնդում էր, որ ամեն անգամ երբ ինչ-որ բան սխալ է ընթանում,
Ամեն անգամ, երբ սով հիվանդություն կամ համաճարակ է լինում, բոլորն ասում են. «Քրիստոնյաներին գցեք առյուծների մոտ», եւ հետո ասում էր հանդուգն ձևով. «Այսքան քիչ ինչպես կարող է ուտել այսքան շատին»։ Եվ նրա ասած իմաստը այն էր, որ դուք չեք կարող ոչնչացնել նրանց բոլորին։ Այս աննախադեպ աճի ժամանակ քրիստոնյաները հռոմեական կայսրության ընթացքում բառացիորեն ստորգետնյա կյանք էին վարում։ Հռոմի քաղաքների տակ գտնվող այս թունելների լաբիրինթոսը եւ խուցերը հայտնի դարձան որպես գետնաշիրիմներ, կատակոմբներ։ Պետք է ճիշտ հասկանալ գետնաշիրիմների հետ կապված։ Առաջինը, շատ մարդիկ պատկերացնում են, որ Հռոմի տակ կան բնական քարանձավներ, եւ որ քրիստոնյաները պարզապես գնացին այնտեղ։ Կատակոմբերը առանց բացառության բնական քարանձավներ չեն։ Դրանք բոլորը փորվեցին քրիստոնյաների կողմից։ Եվ այսպես քրիստոնյաները ստեղծել էին մի ամբողջ ստորգետնյա լաբիրինթոս։ Երբեմն ծառայությունները անց էին կանցում այդտեղ նահատակների գերեզմանոցներում։ Երկրորդը, մահացածների թաղման գործունեությունը մեծ նշանակություն ունի։ Քրիստոնյաները հավատում են մարմնի հարությանը։ Այժմ, իհարկե, այդ հավատը փոխվել է դարերի ընթացքում, բայց այս ամենից մենք հասկանում ենք, որ վաղ քրիստոնյաները հավատում էին, որ նրանք հարություն կառնեն փաստացի այդ մարմնի կառուցվածքով։ Հետևաբար նրանք ընտրում էին թաղել իրենց մահացածներին, քան դիակիզել նրանց։ Հետևաբար այն պահին, երբ ձեզ տեսնում են ձեր որևէ մահացած հարազատին թաղելիս, հատկապես հետապնդումների ուժեղ ալիքի ժամանակաշրջանում, ապա դուք առնվազն այսպես եք ասում ոստիկանին. «Եկ եւ հետաքննիր ինձ, հնարավոր է ես քրիստոնյա եմ»։ Մեր թվարկության 306 թվականին Հռոմի իշխանության գլուխ եկավ նոր կայսր, եւ ամեն ինչ սկսվեց արագ փոխվել։ Կոստանդինոս մեծը ընդունակ ռազմական առաջնորդ էր եւ խորագետ քաղաքական գործիչ։ Կոստանդինոն ստիպված էր վարել մի շարք քաղաքացիական պատերազմներ այն նպատակով, որ հասնի կայսեր դառնալու իր քաղաքական նպատակին։ Եվ դա իր անձնական քաղաքական նպատակն էր, որ քրիստոնեության հետ ընդհանրապես կապ չուներ։ Նա իջավ Գալից, ներկայիս Ֆրանսիայից, որտեղ նրա զորության բազան էր, որպեսզի ճակատ տա Ախոյան Մաքսենտինոսի Իտալիայում։ Կոնստանտինոսը իջավ հյուսիսից եւ հաղթանակ էր տանում պատերազմը պատերազմի ետևից։ Եվ մի գիշեր ճանապարհին նա երազ է տեսնում, որտեղ Աստված գալիս է նրա մոտ եւ ասում. «Դու կդառնաս քրիստոնյա, դիր այս նշանը քո վահանի վրա եւ դու կհաղթես»։ Կարճ անց նա մի տեսիլք է տեսնում եւ պատմությունը մեզ ասում է, որ այդ տեսիլքը տեսել է ոչ միայն նա, այլև նրա բանակը։ Նա նայեց երկինք արևին եւ տեսավ լուսավոր խաչ, եւ հետեւյալ հունարեն բառերը՝ «Են տուտու նիկեա», այսինքն սրանով կհաղթես։ Այն պատմությունը, որ նա տեսել է այս երազը, հայտնվում է համեմատաբար վաղ ժամանակում։ Այն նկարագրվել է Էվսիբիուսի կողմից։ Կան տարբեր աղբյուրներ եւ կան տարբեր տարբերակներ, բայց կարելի է ենթադրել, որ Կոստանդինոսը ասում է. «Ես ունեցել եմ այս աստվածային հանդիպումը եւ հրեշտակը ասաց ինձ, որ խաչի նշանի ներքո ես կհաղթեմ»։ Կոնստանտինոսը հրամայեց իր զորքին զարդարելու վահանները քրիստոնեական խորհրդանշով։ Հետո նրա Ախոյանը դուրս եկավ քաղաքից դիմակայելու Կոստանդինոսին եւ նրա զորքին, որը այժմ ավելի լավ էր պատրաստված, քանի որ նրանք արդեն մի քանի հաղթանակներ էին տարել հյուսիսից Միլանի ճանապարհին։ Նրա հակառակորդը անցնում է գետը Մունյոնի կամրջով։ Կոստանդինոսը եւ նրա զորքը նրանց դիմացն էին, իսկ գետն ու քաղաքը նրանց ետևում։ Նրանք այդքան էլ լավ վիճակում չէին հայտնվել։ Ստացվում էր, որ նրանք հետ նահանջելու տեղ չունեին, եւ միակ ելքը ջախջախելն էր առաջ ընթացող զորքին, սակայն նրանք պարտվեցին։ Հետաքրքիր է, որ Կոստանդինոսը դեռ քրիստոնյա չէր, բայց նա հավատում էր, որ քրիստոնյաների Աստվածը նրան հաղթանակ տվեց, եւ որ քրիստոնյաների Աստվածը ավելի զորեղ է, քան այս մնացած աստվածները։ Պարզ է, որ Կոստանդինոսը քրիստոնեության նշանը սարքել էր իր կայսրության դրոշի մի մասը, եւ որ նա պայքարեց այդ նշանի ներքո եւ հաղթեց։ Եվ այսպես, լինելով հռոմեական լավ կայսր, նա հետո կարող էր մտածել. այո, ես ունեմ նշան եւ ես ճիշտ ուղու վրա եմ։ Աստիճանաբար ազգային վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ սկսեց վերանայվել։ Կոնստանտինոսի թագավորության ժամանակ քրիստոնյաները հալածվող աղանդներից վերածվեցին թագավորական պալատում եւ կառավարության մեջ իշխանություն ունեցող մարդկանց։ Այնպես որ վերնախավի մեծ մասը, ովքեր սովոր էին ղեկավարելու բոլորին, ակամա դարձան տեղական եպիսկոպոսներ։ Քրիստոնյա դառնալը այդքան էլ մեծ քայլ չէր, քանի որ նրանցից շատերը միևնույնն է հավատում էին ինչ-որ մի գերագույն աստվածային էության, ով ներկայանում է տարբեր ձևերով։
Եթե մեկը ցանկանում է առաջադիմել բանակում կամ կայսրության քաղաքական դաշտում, ապա ամենալավ տարբերակն է քրիստոնյա դառնալը, որտեղ բոլոր մարդիկ վերնախաղում քրիստոնյաներ էին։ Եվ այսպես, եթե ուզում են առաջ գնալ հիերարխիայում, լինի դա ռազմական, քաղաքական եւ պարզապես դատական դաշտ, ապա մարդիկ քրիստոնյա են դառնում։ Այն շատ գրավիչ դարձավ, քանի որ Կոստանդինոսի հանդուրժողականության հրամանագիրն էր այդպիսի առավելություններ տալիս։ Կոնստանտինոսը կարող է մեծ լինելու կոչման իրավունքին հավակնել, քանզի նա նոր ընթաց տվեց աշխարհի պատմությանը եւ ստեղծեց քրիստոնեությունը, որը մինչ այդ տառապում էր արյունալի հալածանքներով, իսկ այժմ պետական կրոնն է։ Այդպիսով, երբ հռոմեական կայսրության բոլոր մարդիկ մտան քրիստոնեական եկեղեցի, իրենց հետ բերեցին իրենց նախկին հեթանոսական համոզմունքները եւ փորձառությունները։ Այժմ, երբ քրիստոնեությանը տրվել էր լիիրավ պետական կարգավիճակ, հաջորդ սերունդների ժամանակաշրջանում այն շատ գրավիչ դարձավ վերնախավի բազմաթիվ մարդկանց համար։ Այսպիսով, քրիստոնյաների տոկոսայնությունը վերին խավերում զգալիորեն աճեց։ Ահա, սա էր իրական փոփոխությունը։ Ժամանակի ընթացքում եկեղեցու առաջնորդները սկսեցին հագնել թագավորական հագուստներ եւ կիրառել շքեղարարողություններ, որոնք հեթանոսական կրոնի մի մաս էին կազմում, եւ Աստծո պարզ պատվիրանների փոխարեն սկսեցին սովորեցնել սնահավատություն եւ մարդկային ավանդույթներ։ Այսպիսով, փոխանակ քրիստոնեական եկեղեցին վերափոխել քրիստոնեական աշխարհը, հեթանոսներն էին վերափոխում եկեղեցին։ Փաստորեն առաջին դարից այսպես կոչված մի գնացք, որը ներկայացնում էր նոր կտակարանյան եկեղեցին եւ ուսմունքը, մտավ մի երկար եւ մութ թունել եւ շարժվելով մինչեւ 4-րդ դարը դուրս եկավ այդ երկար եւ մութ թունելից որպես մեկ այլ գնացք, որ ներկայացնում է ընդհանրապես մեկ այլ լիովին փոխված եկեղեցի, քան նախքան թունել մտնելը։ Այնպես որ մարդիկ ասում են, այս ինչ պատահեց։ Մեր թվարկության 391 թվականին կայսր Թեոդոսիուս առաջինի կարգադրությամբ քրիստոնեությունը դարձավ Հռոմի պետական կրոնը։ Հեթանոսական տաճարներում պաշտամունքները օրենքից դուրս էին համարվում եւ դադարեցվեցին մնացած կրոնական ծիսակատարությունները։ Նրանք փորձում էին քրիստոնեականացնել կայսրությունը, փորձում էին քրիստոնեականացնել հեթանոսական մշակույթը։ Հին եկեղեցիները հիմնականում նախկին հեթանոսական տաճարներ էին։ Դրանց վրա դնում էին խաչեր, նկարում էին աստվածաշնչյան տեսարաններ, հերոսների, սրբերի եւ մարտիրոսների նկարներ։ Այնպես որ քրիստոնյաները իրականում գիտակցաբար երբեմն կանխամտածված որպես ռազմավարություն վերցնում էին ոչ միայն հեթանոսական վայրերը, այլ նաև նրանց ծեսերը գաղափարները եւ ինչպես իրենք էին կարծում, դա անում էին, որպեսզի դադարեցնեն նրանց առաջխաղացումը եւ տարածեն քրիստոնեությունը։ Այն արագությունը, որով վաղ եկեղեցին խորտակվեց հավատուրացության մեջ, ձեզ ահավոր կապշեցնի։ Այսպիսով, միլիոնավոր հեթանոսներ հապճեպ կերպով միանալով եկեղեցուն, բնական է հաճույքով չէին ցանկանում հրաժարվել իրենց թանկարժեք կուռքերից։ Հռոմեացիներն ու հրեաները այնքան էին սովոր իրենց աստվածների նշաններով շրջապատված լինելուն, որ նրանք սկսեցին նույնը կիրառել քրիստոնեության մեջ, այնպես որ այս նորադարձներից շատերը ընդամենը փոխեցին իրենց կուռքերի անունները քրիստոնեական անուններով, ինչպես օրինակ Պողոս, Մարիամ եւ Պետրոս։ Յուպիտերի արձանը դարձավ Պետրոսի արձանը, եւ մենք գիտենք դա, որովհետեւ այն ունի արեգակի սկավառակ իր գլխին, որ ցույց է տալիս, որ դա Պետրոսը չէ, այլ վերաանվանված մի հեթանոսական արձան է։ Իսկ օրինակ, ինչու Ռոմուլուսի եւ Ռեմուսի փոխարեն չդնել սրբերին եւ մարտիրոսներին։ Եգիպտական եւ հունական աստվածուհու Իսիսի փոխարեն եւ նմանությամբ ներկայացվեց Մարիամի արձանը, ով գրկում է իր երեխային։ Մայր եւ երեխա ավանդությունը դուք կարող եք տեսնել ամբողջ պատմության ընթացքում։ Դուք կարող եք տեսնել այն միտրայեզմի, Բաբելոնի եւ հնագույն պարսկական ավանդության մեջ։ Պարզ երևում է, որ Մարիամը ձեռք է բերում այնպիսի հատկանիշներ, որոնք ասոցացվում են այդ այլ աստվածների հետ։ Նա կրում է մուգ կապույտ վերարկու եւ նա կանգնում է կիսալուսնի վրա։ Իսիսը բոլոր աստվածների մայրն է, ինչպես Իսիսն է գրկում իր որդուն Հորայսին, այնպես էլ Մարիամն է գրկում իր որդուն պարզապես Հիսուս անվամբ։ Կամ Հերմես Աստծո պատկերը, նա ցուցադրվում է որպես բարի հովիվ Քրիստոսը։ Ասկլեպիոսը Հիսուսի պատկերների մեծամասնության պատկերագրական օրինակն է։ Երիտասարդ, կենսունակ Աստված, գանգուր թափված մազերով եւ փոքրիկ մորուքով։ Շուտով եկեղեցիները սկսվեցին զարդարվել սրբերի եւ նույնիսկ Քրիստոսի արձաններով։
Չնայած նրան, որ Աստված հստակ արգելում է այս պրակտիկան 10 պատվիրաններում, մարդիկ շարունակում են պատվել եւ աղոթել այդ վերափոխված կուռքերին։ Քեզ համար կուռք չշինես եւ ոչ վերը երկնքում կամ ցածը երկրի վրա կամ երկրի տակի ջրերում եղած բաների մեկնմանությանը։ Նրանց երկրպագություն չանես եւ նրանց չպաշտես։ Մենք տեսանք, թե ինչպես էին մարդիկ հատուկ պատկառանքով մոտենում Քրիստոսի մորը Մարիամին, չնայած որ Մարիամ իսկապես հավատքով կին էր եւ մեծ պատվի արժանացավ, դառնալով Հիսուսի մայրը, այնուամենայնիվ Աստվածաշնչում ոչ մի տեղ չկա գրված, որ նրան պետք է աստվածացնել կամ երկրպագել։ Հնագույն քրիստոնեության պատմության մեջ Մարիամը միշտ է նշանակալի տեղ է ունեցել, սակայն միջին դարերում արդեն նրան բարձրացնում են կիսաստվածի մակարդակի եւ նայում էին նրան մեծ պատկառանքով։ Ընդունված էր, որ կույս Մարիամը այն անձնավորությունն է, ով բարեխոսում է մեղավոր մարդկանց համար իր առաքինի եւ գերքննադատող որդու առջև։ 325 թվականի Նիկեան համաժողովի ժամանակ եկեղեցին Մարիամին բարձրացրեց Աստվածուհու մակարդակի եւ որպես Քրիստոսի հետ համաբարեխոս։ Նույնիսկ 4-րդ դարի վերջում մի շարք եկեղեցիներ էին նվիրաբերվում կույս Մարիամին։ Ցավոք դրանք միակ սխալները չէին, որ թույլ տրվեցին այդ օրերում։ Առաքյանների ժամանակներում մկրտությունը սուրբ արարողություն էր, որը նախատեսված էր միայն նրանց համար, ովքեր այնքան հասուն էին, որ տրամաբանական որոշում կայացնեին հետևելու Քրիստոսին։ Այն Քրիստոսին եւ նրա փրկագնումը ընդունելու հասարակական վկայություն էր։ Մկրտությունը բառացի նշանակում է մեռնել եւ թաղվել հին կյանքի համար եւ հարություն առնել կամ վերածնվել նոր կյանքի համար Քրիստոսի մեջ։ Դարերի ընթացքում այդ արարողությունը սկսվում է դիտվել որպես քրիստոնեությանը նվիրաբերման իրավունք, եւ այդ իսկ պատճառով սկսում են մկրտել նաեւ վաղ հասակում, ասենք մանկության վերջին հատվածում կամ պատանեկության սկզբնամասում, երբ թվում է նրանք արդեն մտովի եւ հոգեվորապես պատրաստ են կատարելու հավատքի այդ նվիրաբերումը։ Մկրտության արարողությունն իրականացվում էր լճում կամ գետում, որտեղ անձը կարող էր ամբողջությամբ ընկղմվել ջրի մեջ, ցույց տալով, որ ինքը ամբողջությամբ լվացվեց մեղքից։ Մկրտության պրակտիկան աստիճանաբար փոփոխության ենթարկվեց եկեղեցու կողմից։ Քրիստոսից հարյուրավոր տարիներ հետո ջրի ցողումը ընդունվեց որպես ավելի հարմար ձև մկրտության համար։ Ըստ էության, դա քայքայեց այդ ծառայության հզոր խորհրդանիշ է եւ հակասեց Հիսուսի օրինակին, ով մկրտվեց ընկղմամբ։ Հիմնականում այս ուսմունքը խիստ փոփոխության ենթարկվեց 12-րդ դարում, երբ աստվածաբանները սկսեցին լուրջ վերանայել քրիստոնեական ուսմունքները եւ նրանք եկան այն եզրակացության, որ Եդեմի պարտեզում անկման արդյունքում մարդկության կողմից ձեռք բերված սկզբնական մեղքը մարդու ծնված օրվանից գոյություն ունի հոգու մեջ։ Գոյություն ուներ այս ոչ աստվածաշնչյան համոզմունքը, որ մանուկը նույնպես կարող էր մեղք գործել։ Հետևաբար, քանի որ նա մեղավոր է, ապա դժոխք գնալու եւ հավիտյան կրակներում վառվելու վտանգի մեջ էր։ Եվ միակ տարբերակը նրան հոգ տանելու համար նրան մկրտելն էր, այն էլ եկեղեցում։ Եվ եթե դուք եկեղեցու անդամ չեք, ապա դա պատճառ էր, որ դառնայիք։ Այնպես որ աստվածաբանները սկսեցին ասել. «Գիտեք ինչ, մեզ անհրաժեշտ է անմիջապես մկրտել մանուկներին, որքան հնարավոր է նրանց ծննդից անմիջապես հետո պետք է մկրտել, քանի որ այդ ժամանակներում նորածինների մահացության աստիճանը բարձր էր եւ պետք է ապահովել նրանց երկնքում հայտնվելը»։ Մեկ ուրիշ քրիստոնեական ճշմարտություն, որ աղավաղվել է հեթանոսական ազդեցությունից, Տիրոջ ընթրիքն է։ Հիսուսը հաստատեց հաղորդության ծառայությունը, որը շատերի կողմից ծանոթ է եւ Խարիստի անվամբ, որպես գեղեցիկ եւ հասարակ մի արարողություն, որի ժամանակ նրա հետևորդները խմում են չթթված գինի եւ ուտում անթթխմոր հաց։ Հիսուսի անմեղ մարմնի եւ արյան այս խորհրդանիշը ստեղծվեց որպես հիշեցում հավատացյալներին Քրիստոսի զոհաբերության եւ ուսմունքի։ Միջին դարերի քրիստոնյաների համար ամենարժեքավոր արարողություններից մեկը եւ խարիստիան էր, կամ հաղորդությունը, կամ էլ ինչպես շատերն էին անվանում մեսսան։ Բայց նորից հեթանոսական ծեսերի ազդեցության տակ Սուրբ հաղորդությունը աստիճանաբար վերածվեց եկեղեցու առաջնորդների կողմից առեղծվածային մի ծիսակատարության։ Այս նոր ծիսակատարության մեջ օգտագործում էին թթված գինի եւ քահանան իբր իշխանություն ուներ Քրիստոսի իրական արյան եւ մարմնի վերափոխելու գինին եւ հացը։ Սա նյութափոխակերպումն է, մի ուսմունք, ըստ որի քահանան հաղորդությունը փոխակերպում է Քրիստոսի իրական արյամբ եւ մարմնով, ընդհանրապես արտասանելով հետեւյալ խոսքերը. Հոկուս անում կորպուս մայում, այսինքն սա է իմ մարմինը։ Նրանք հավատում էին, որ սրանք զորեղ բառեր են, որ ըստ այս արտասանության
Աստված հացի եւ գինու բնույթը փոխակերպում է հարություն առած Հիսուս Քրիստոսի արյամբ ու մարմնով։ Նրանք նույնիսկ հասան այն աստիճանի, որ հետագայում ասում էին, որ մենք ստեղծում ենք Աստված, արտաբերելով այս առեղծվածային խոսքերը։ Ըստ էության, այն, ինչ կատարվում էր զոհասեղանի վրա, այն էր, որ հացը դառնում էր մարմին, իսկ գինին արյուն, սակայն դեռ շարունակում էին մնալ հացի ու գինու տեսքով։ Հաղորդության ժամանակ այս զոհաբերության ընծան, այս փառաբանության զոհաբերությունը, այս համընդհանուր սնունդը դարձավ ոչ թե Քրիստոսի զոհաբերության հիշատակ, այլ հենց ինքը զոհաբերությունը, որը տալիս է փրկություն։ Նրանք հավատում եւ սովորեցնում էին, որ Մեսայում հենց ինքը Հիսուս Քրիստոսը քահանայի կերպում Հիսուսին զոհաբերում է Հայր Աստծուն եւ դրանով իսկ հաղթում է բարին, հաղթում է սրբությունը, որը հետագայում եկեղեցին համարում էր որպես այդ պատարագի առավելություն։ Քանի որ մարդիկ հավատում են, որ նշելով Մեսան նրանք բարի բան են ընծայում Աստծուն, ապա աստվածաբանական տրամաբանություն գտան այն շատ անգամներ անելու համար։ 1415 թվականին Կոնստանցիայի համաժողովի ժամանակ եկեղեցու ղեկավարները հրամանագրեցին, որ միայն քահանաները կարող են խմել գինին, իսկ աշխարհիկները կարող են միայն ընդունել հացը։ Սակայն Աստվածաշունչը մեզ պարզ ասում է, որ երբ Հիսուսը հաստատեց հաղորդության ծառայությունը, ապա բոլորը խմեցին այդ գինուց։ Քրիստոսից 300 տարի հետո եկեղեցին աղավաղեց 10 պատվիրաններից եւս մեկը, 4-րդ պատվիրանը, որը պատվիրում է հավատացյալներին հիշելու 7-րդ օրը որպես շաբաթ օր։ Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 6 օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը, բայց 7-րդ օրը քո Տեր Աստծո շաբաթ օրն է։ Հռոմեական կայսրության մեջ հրեաները 5 կրոն էին ներկայացնում, եւ 5 կրոնը հարգված էր այնտեղ։ Եվ երբ հրեաները շարունակում էին պայքարել Հռոմի դեմ, ապա հուդայականության հովանոցի տակ նրանց պաշտպանությունը դարձավ քրիստոնյաների նկատմամբ բորբոքված միցասում։ Քրիստոնյաները սկսեցին հակակրանք տածել հրեաների նկատմամբ։ Հրեաները հալածում էին նրանց եւ նրանք սկսեցին իրենց առանձնացնել հրեաներից։ Եկեղեցու ղեկավարները սկսեցին արժեզրկել 10 պատվիրաններից 4-րդը, շաբաթը, 7-րդ օրը, նախապատվությունը տալով ավելի հանրաճանաչ հռոմեական կիրակին։ Շատ քրիստոնյաներ սխալմամբ մտածում էին, որ կարող են ծոմը պահել շաբաթ օրը, բայց կիրակի օրը տոնակատարության համար է։ Այդպես անում էին հեթանոսները։ Նրանք ծոմապահություն էին անում շաբաթ օրը, իսկ տոնակատարություն կիրակի օրը։ Սակայն հրեաների մոտ այդպես չէր։ Նրանք ծոմ էին պահում ուրբաթ օրը, իսկ տոնակատարություն շաբաթ օրը։ Եվ քրիստոնյաները ահա թե ինչպես էին մտածում սրա հետ կապված, որ եթե դու ծոմ ես պահում մի օր, իսկ տոնակատարությունը կատարում ես մյուս օրը, ապա պարզ է դառնում, թե որ օրն է ավելի արժեքավոր։ Եվ եթե Քրիստոսը հարություն առա կիրակի օրը, դա շատ լավ առիթ է ընդունելի եւ տոնելու այդ օրը։ Կա նաև երրորդ պատճառ, եւ դա արևի երկրպագության ազդեցությունն է, որ սողոսկեց եկեղեցի։ Կոնստանտինոսը դա օգտագործեց կիրակի օրվա պատվի բարձրացման համար եւ արևի օրը սարքեց պաշտամունքի օր։ Դարերի ընթացքում այս աստիճանական շեղումը Աստծո պատվիրաներից այնքան է ժողովրդականություն վարում, որ շատերը նույնիսկ զարմանում են իմանալով, որ կիրակի օրվա սրբությունը աստվածաշնչյան հիմնավորում չունի։ Մեր թվարկության 313 թվականին Կոնստանտինոսը հրապարակեց Միլանի հրամանագիրը, հաստատելով կիրակին որպես հանգստի օր։ Կայսերի կիրակնօրյա օրենքը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ։ Այն ըստ էության հունահռոմեական արևի աստծուն Հելիոսին կամ Ապոլոսին պատվելու համար էր։ Կոնստանտինոս կայսրը քրիստոնյա դարձավ, բայց քանի որ նաև անտարբեր չմնաց արևի աստծո նկատմամբ, ապա նա տեղափոխեց պաշտամունքի օրը։ Շաբաթ օրը պաշտամունք կատարելը փոխեց կիրակի օրվա, որը արևի աստծո օրն էր։ Եվ այդ ժամանակից ի վեր քրիստոնյաների մեծ մասը պաշտամունքը սկսեց կատարել կիրակի օրը, շաբաթ օրվա փոխարեն։ Սա պարզ երևում է Կոնստանտինոսի մյուս հրամանագրում, որը տրվել է մեր թվարկության 321 թվականին։ Արևի սուրբ օրը թող իշխանները ու քաղաքի ժողովուրդը հանգստանան եւ թող բոլոր խանութները փակվեն։ Նկատի ունեցեք, հրամանագիրը օգտագործում է արև բառը։ Նաև հիշատակում է, որ Կոնստանտինոս մեծը օրենք հաստատեց ամբողջ կայսրության համար, որ կիրակին պետք է լինի հանգստյան օր։ Ակնհայտ է, որ այս փոփոխությունները եկեղեցին մուտք չգործեցին մեկ գիշերվա ընթացքում։
Պատմությունը մեզ ասում է, որ տասնամյակներ շարունակ 7-րդ օրը շաբաթը Կիրակի հետ միասին պահվում էին որպես սուրբ օրեր։ Վաղ, շատ վաղ եկեղեցին առաքյալների օրոք շարունակում էր հետևել Սուրբ Շաբաթին։ Բայց 3-րդ դարի կեսին եւ վերջում այն սկսեց մոռացվել կամ մոռացվելու ընթացքում էր։ 4-րդ դարի սկզբին հռոմեական աշխարհի շատ վայրերում քրիստոնյաները ընդհանուր առմամբ պաշտամունք էին անում Կիրակի օրը։ Շատ քրիստոնյաներ այս ժամանակահատվածի ընթացքում պահում էին շաբաթ օրը եւ հետո Կիրակի օրը պաշտամունք էին անում ի հիշատակ Քրիստոսի հարության։ Այնուհետև գնում էին իրենց ամենօրյա գործին։ Հենց Կոնստանտինոսի օրոք էլ առաջին անգամ շաբաթ օրվա սրբությունը տեղափոխվեց Կիրակի օրը։ Դարեր առաջ Դանիել Մարգարեն կանխագուշակել էր մի կրոնական զորություն է վեր կենալու, որը կմտածի փոխելու ժամանակներն ու օրենքները։ 10 պատվիրանների մեջ միայն մեկ պատվիրան կա, որը առնչվում է ժամանակի հետ, եւ դա շաբաթն է։ Դժոխքի կրակների վարդապետությունը նույնպես աղավաղված էր հեթանոսական դիցաբանությամբ։ Հայտնության գրքում Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մեծ դատաստանի օրից հետո անարդարները կգցվեն կրակի լճի մեջ։ Այդ ժամանակ յուրաքանչյուր մարդ արժանի պատիժ կստանա, եւ հետո նրանք լիովին կսպառվեն եւ հավերժ կմահանան։ Եվ մի վախենակ նրանցից, որ մարմինը սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ, մարմինն էլ կորցնել գեհենի մեջ։ Կենդանիները գիտեն, որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չգիտեն։ Քահանաները սկսեցին սովորեցնել, որ դժոխքը հավիտյան տանջանքների վայր է, որը ղեկավարվում է սատանայի կողմից եւ այն սկսվում է հենց մեռնելու պահից։ Ընկած եկեղեցին կարողացավ օգտագործել այս անվերջ տանջանքների սարսափելի համոզմունքը, որպեսզի վախեցնի եւ ահաբեկի ինչպես թագավորներին, այնպես էլ հասարակ մարդկանց։ Ամենից ողբերգականը այն էր, որ այս կեղծ ուսմունքը պատկերում է Հիսուսին որպես ահարկու սադիստի։ Սա առիթ դարձավ որոշ աթեիստների եւ գնոստիկների համար քննադատելու քրիստոնեությունը եւ Աստվածսերը քրիստոնեական գաղափարը։ Եթե նա ավելի վատ բան է անում, քան Հիտլերը, անկախ նրանից, թե ով ինչ է արել, արդյոք միլիոնավոր տարիների տանջանքը համապատասխանում է հանցանքի պատժին։ Այսպիսով կային մարդիկ, ովքեր ատում էին Աստծուն եւ սովորեցին ատել Աստծուն հենց դրա պատճառով։ Եվս մեկ հեթանոսական համոզմունք, որը մուտք գործեց քրիստոնեական մտածելակերպի մեջ, վերաբերում էր կյանքին անմիջապես մահից հետո։ Խավարանի գաղափարը սովորեցնում էր, որ մահից հետո որոշ մարդիկ կհայտնվեն ժամանակավոր դժոխքի կրակի մեջ, որտեղ նրանք կմաքրվեն երկնքում հայտնվելու համար։ Խավարանը դա տան ճանապարհի կեսն է, երկնքի եւ դժոխքի միջև ճանապարհի կեսը։ Խավարանի յուրահատկությունը այն է, որ դու չես կարող խուսափել նրանից։ Ինչպես Մեսայում է ասվում, նախատեսված կրակի տանջանքների։ Այն լի է գաշաճճիներով եւ ծծմբի հոտով։ Այն կարող է լինել մի քիչ ավելի լավ, քան դժոխքը, բայց դա ոչ էլ խնջույքի վայր է։ Եկեղեցին զարգանում է աստիճանաբար, եւ այնտեղ հանդարտ ձևավորվում է մի գաղափար, որ յուրաքանչյուր ոք, ով մահանում է առանց բավականաչափ բավարար գործեր կատարելու, ապա հավանաբար ինչ որ վայրում տանջանքներով կվճարի դրա փոխարեն։ Նրանք տառապում են, որպեսզի մաքրվեն կյանքում կատարած իրենց մեղքերից եւ վատ արարքներից։ Միջին դարերում մարդիկ հավատում էին, որ եկեղեցու գրեթե բոլոր մկրտված անդամները փրկվելու եւ ազատագրվելու են, բայց նաեւ գրեթե յուրաքանչյուրը պատասխան կտա իր գործած մեղքերի համար, որոնք չի խոստովանել որոշ ժամանակ անցկացնելով խավարանում։ Եվ այսպիսով, գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես կարճացնել խավարանում անցկացնելիք ժամանակը։ Հետևաբար շատ քրիստոնյաներ հավատում են, որ իրենց բարեկամները տանջվում են խավարանում, եւ որ խավարանը հաճելի վայր չէ։ Դուք կարող եք գտնվել այնտեղ հազարավոր տարիներ։ Խավարանի գաղափարը արմատներով գնում է Հիսուսից հարյուրավոր տարիներ առաջ։ Պլատոնի աշխատությունները, որոնք գնահատվում են մեր թվարկությունից առաջ 400 թվական, օգնում են մեզ բացահայտելու, թե որտեղից է գալիս այդ մաքրման եւ պատժի համոզմունքը։ Այնուամենայնիվ միայն դարեր անց խավարանը դիտարկվեց որպես իրական վայր։ Մեր թվարկության 1160-ից 1180 թվականների արանքում աստվածաբանները առաջ քաշեցին խավարանի վարդապետությունը, որը բերեց դրա պաշտոնական ընդունմանը Լիոնի II համաժողովի ժամանակ 1274 թվականին։
Այնուհետև եկեղեցին առաջարկեց աջակցել մահացածներին աղոթքներով եւ նրանց համար սուրբ արարողություններ անելով, հատկապես եվխարիստական զոհ մատուցելով։ Այս ամենը լիովին ուղղափառ է։ Եկեղեցին հավատում էր, որ սա օգնում է, եւ աշխարհիկները կարծես ցանկանում էին այդտեղ մեծ գումարներ ներդնել։ Ի հայտ եկան բազմաթիվ հաստատություններ, հիմնականում կառուցված քահանաների համար, որպեսզի մեսաներ անցկացնեն մահացածների համար, հատկապես 14 եւ 15-րդ դարերում։ Այս ուսմունքը կառուցվեց նրա համար, որպիսի մեսաները սարքեն շահույթի աղբյուր։ Մարդիկ պատրաստ էին վճարել ահռելի գումարներ, որպիսի հարազատ մարդկանց ազատեն քավարանի տանջանքներից։ Իհարկե, հավատացյալները երբեք չէին կարող վստահ լինել, թե իրենց հարազատը երբ կլքի քավարանը։ Այդ իսկ պատճառով նրանց գումարները անընդհատ գնում էին կաշառակեր քահանաների գրպանները։ Եկեղեցու ղեկավարությունը ուղարկում էր մարդկանց գումարները հավաքելու եւ ժողովրդին համոզելու, որ իրենց գումարները տան եկեղեցուն, որպիսի մարդկանց գնեն քավարանից։ Քավարանի այս հավատքը կառուցված էր վտանգավոր համոզմունքի վրա, ըստ որի կենդանի մարդկանց գործերն ու աղոթքները կարող են ինչ-որ կերպ փոխել մեռածների ճակատագիրը։ Սակայն Հիսուսը շատ պարզ է ցույց տվել, որ չկա դժոխքի նախադուռ կամ քավարան։ Մահից հետո մարդու հաջորդ բանական միտքը հարությունը եւ իրենց երկնային պարգևն է։ Սրա վրա մի զարմանաք, որովհետև ժամանակ կգա, որ ամենքը, որ գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն, եւ դուրս կգան նրանք, որ բարի են գործել դեպի կյանքի հարությունը, եւ նրանք, որ չար են արել դեպի դատաստանի հարությունը։ Ավետարանի գլխավոր լուրը մեզ սովորեցնում է, թե ինչպես ենք մենք ստանում ներողամտությունը։ Սա մեկ ուրիշ աստվածաշնչյան ճշմարտություն էր, որը տուժեց փոխզիջման ժամանակներում։ Սովորեցնում էին, որ եթե մարդը ցանկանում է ներվել, նա առաջին հերթին պետք է խոստովանի մեղքերը քահանայի միջոցով, մի արարողություն, որը կոչվում է ապաշխարության ծես, ավելի հայտնի որպես խոստովանություն։ Մեր անբավարար բարի վիճակը եւ մեր սխալ գործողությունները փոխհատուցելու համար մենք բոլորս, թե աշխարհիկներ եւ թե հոգեվորականներ, պետք է առնվազն տարին մեկ անգամ խոստովանենք մեր մեղքերը եւ գերադասելի է ավելի հաճախ քահանային։ Սա բացասական զարգացում էր մի քանի պատճառներից ելնելով։ Առաջին հերթին Աստվածաշնչում չկա նման ուսմունք։ Երկրորդը, այն մահկանացու մարդուն դնում էր Քրիստոսի փոխարեն, եւ դրա հետևանքում Աստված հեռացվում էր հասարակ մարդուց։ Իհարկե, միևնույն ժամանակ այն նաև քահանային դնում էր տհաճ իրավիճակի մեջ, երբ նա ստիպված էր լսելու այցելուների բոլոր չար գործերի մասին։ Միջին դարերում, երբ մեկը գնում էր քահանայի մոտ մեղքերի խոստովանության համար, ապա դա նշանակում էր 3 բան։ Առաջին հերթին դու կատարում ես խոստովանություն։ Քահանան արտահայտում է վստահության խոսքեր կապված մեղքերի ներման հետ, որ նրանք այլևս չկան։ Բայց քանի որ այդ մարդը խախտել է եկեղեցու օրենքը եւ Քրիստոսի ուսմունքը, ապա պետք է կատարի բավարարման ծառայություն, որպիսի փոխհատուցի այն փաստը, որ նա մեղք է գործել։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդկությունը անկարող է փրկելու ինքն իրեն։ Ահա թե ինչու Հիսուսը եկավ այս աշխարհ։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ փրկությունը լիովին կախված է մեր հավատից Աստծո ողորմության եւ շնորհի հանդեպ, որին մենք արժանի չենք։ Դա մի հրաշալի պարգև է, որը չենք կարող վաստակել մեր ջանքերով կամ բարի գործերով։ Նույնիսկ հնազանդությունը գալիս է շնորհի պարգևից։ Հավատքով փրկության ուսմունքը լայնորեն ուսուցանվում է մեր օրերում, եւ այժմ այն լավ հասկանալի է, բայց խավարի միջնադարում ավելի հեշտ էր համոզել անգրագետ խավին, որ նրանք կարիք ունեն կատարելու բարի գործեր, որպեսզի վաստակեն Աստծո բարեհաճությունը։ Մարդկանց սովորեցնում էին, որ մեղավորը Աստծո բարեհաճությունը շահելու համար պետք է շատ գումար վճարի։ Կատարի ապաշխարության ցավոտ գործողություն կամ կատարի տանջալի ուխտագնացություն։ Այն հաճախ ներառում էր որոշակի աղոթքների անընդհատ կրկնողություն, որպես ներում ստանալու հավաստիք։ 40 անգամ պետք է ասեր Աստվածածին կույս ուրախացիրը, 10 անգամ հայր մերը եւ գցեր ընծաներ դրամարկղի մեջ։ Աշխարհի հեթանոսական կրոններում աղոթքների կամ շարականների անընդհատ կրկնելու գաղափարը նորություն չէր։ Նրանք հավատում էին, որ կարելի է աստվածների բարեհաճությունը ստանալ եւ ազդել նրանց վրա անընդհատ կրկնվող աղոթքների կամ հատուկ կախարդական բառերի միջոցով։ Հիսուսը պարզորոշ զգուշացրեց մարդկանց նման աղոթքներից։ Եվ աղոթք անելիս
շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն։ Եկեղեցու կաշառակեր առաջնորդները գիտեին, որ եթե ուզում են պահպանել իշխանությունը Աստծո ժողովրդի վրա, ապա նրանք պետք է բաժանեն նրանց մեկ բանից, որը կբացահայտի այդ մոլորությունը։ Դա Աստվածաշունչն է։ Աստվածաշունչը ի սկզբանե քողարկված չէր մարդկանցից, այն մատչելի էր, բայց այն պահից, երբ մարդիկ տեսան տարբերություններ, նրանք մարտահրավեր նետեցին հոգևորականներին, այնպես որ նրանց ձեռնտու էր Աստվածաշունչը աստիճանաբար անհասանելի դարձնել մարդկանց համար։ Միայն քահանաները կարող են մեկնաբանել Աստվածաշունչը, քանի որ նրանք այդ գործում օգտագործում են ավանդությունները, եւ այդպիսով ստացվում էր, որ ավանդությունը մեկնաբանում է Սուրբ Գիրքը։ Այսպիսով 5-րդ դարից մինչև 15-րդ դարը ընդունված էր, որ միայն հոգևոր առաջնորդներն են բավականին կրթված բացատրելու սուրբ տեքստերը։ Սովորական մարդկանց ասվում էր, որ նրանք երբեք չեն կարող հասկանալ Սուրբ Գիրքը առանց քահանայի օգնության։ Այս մահացու խաբեության միջոցով եկեղեցու հետևորդներին պահում էին խավարի մեջ։ Միևնույն ժամանակ տեսանելի եկեղեցին մի ժամանակ լինելով աստվածաշնչյան ճշմարտության ամրոց, վերածվեց կաշառակեր քաղաքական կազմակերպության, լցված սպիրիտուալիստական արարողություններով։ Զարմանալի չէ, որ այդ մշակութային, տնտեսական եւ հոգեվոր հետզարգացման ժամանակաշրջանը հայտնի է որպես խավարի դարաշրջան։ Ողբերգական է, թե ինչպես մի քանի կարճ դարերի ընթացքում հիասքանչ լույսը, որով շողում էր Քրիստոսի հարսը, մթագնվեց հեթանոսական ավանդույթներից։ Այժմ շատ այլ տեսակի մի կին հայտնվեց նրա տեղը զբաղեցնելու համար։ Եվ տեսա մի կին նստած կարմիր գազանի վրա, լիքը հայհոյության անուններով, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, եւ այն կինը, որ ծիրանի եւ կարմիր էր հագած եւ ոսկով ու պատվական ակունքներով եւ մարգարիտներով զարդարված, մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը, լիքը գարշելություններով եւ պիղծ պոռնկությունով, եւ նրա ճակատում գրված էր մի անուն. Խորուրդ, մեծ Բաբելոն պոռնիկների եւ երկրի գարշելիների մայրը։ Եվ տեսային կինը արփած սուրբերի արյունովը եւ Հիսուսի վկանների արյունով։ Եվ երբ որ տեսա, մեծ զարմանքով զարմացա։ Հայտնության 17-րդ գլխում Հովհաննեսը տեսնում եւ նկարագրում է մի կնոջ, ով լիովին տարբերվում է հայտնություն 12-րդ գլխի անարատ կնոջից։ Ով է այս նոր առնախում պոռնիկը եւ ով կամ ինչ է այդ արտառոց գազանը, որի վրա հեծնում է նա։ Եթե դուք կանգնած եք, ապա խորհուրդ կտամ նստեք։ Այժմ այն, ինչ լսեք, կարող է ցնցել ձեզ։ Կա միայն մեկ կայսրություն, մեկ եկեղեցի, մեկ համակարգ, որ համապատասխանում է այս մարգարեության չափանիշներին։ Դա Հռոմի կաթոլիկ եկեղեցին է։ Դա չի նշանակում, որ այդ եկեղեցու բոլոր հավատացյալները վատն են, կամ կեղծավոր են, կամ կորած։ Կաթոլիկ հավատացյալները գտնվում են առավել բարի մարդկանց շարքում եւ պատմության ընթացքում կատարել են բավականին մեծ քանակի բարի գործեր։ Սա իսկապես մեծ պայքար է հոգևոր ուժերի եւ համակարգերի միջև, որոնք պայքարում են Սուրբ Գրքի ճշմարտության շուրջ։ Բայց հիմա մենք պետք է հանենք ծածկող վարագույրը եւ իսկապես խորը հայացք նետենք փաստերի վրա։ Հայտնություն 17:1-ում մենք տեսնում ենք այս պոռնիկին նստած շատ ջրերի վրա։ Բարեբախտաբար հրեշտակը բացատրում է մեզ այս խորհրդանիշի իմաստը 15-րդ համարում։ Հետո նա ինձ ասեց. այդ ջրերը, որ տեսար, ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են եւ բազմություններ եւ ազգեր եւ լեզուներ։ Ուստի կինը իշխում է խիտ բնակեցված ժողովրդով քաղաքակրթության վրա։ Դուք հավանաբար լսել եք հետևյալ արտահայտությունը. բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ։ Իրենց կառավարության գագաթնակետին հռոմեացիները կառուցեցին մոտ 70,000 կիլոմետր ձգվածությամբ ճանապարհային ցանց, որը շրջանառում էր ամբողջ կայսրությունը։ Եվ երբ կայսրությունը սկսեց խարխլվել, Հռոմի եկեղեցին սկսեց թափ հավաքել։ Պրակտիկայում կաթոլիկ եկեղեցին ձգտում էր լրացնել իշխանության վակուումը, որ առաջացել էր Հռոմի կայսրության անկման արդյունքում։ Եվ ի հայտ էին գալիս այնպիսի իրավիճակներ, օրինակ երբ 5-րդ դարի կեսին Աթիլա Հունացին իր զորքով հարձակվում է Հռոմի վրա, եւ այդ ժամանակ ոչ թե կայսրն է դուրս գալիս նրանց կանգնեցնելու, այլ Պապը, Հռոմի եպիսկոպոսը։ Սա համբավի մի տեսակ է քաղաքական եւ հոգեվոր նշանակության, որը ցույց է տալիս Պապի իրական դերը։
Մարգարեությունը նաև նշում է, որ կինը հեծնում է 7 գլխանի եւ 10 եղջյուրանոց գազանին։ Ակնհայտ է, որ դրանք խորհրդանիշներ են։ Հայտարարած այստեղ պարզորոշ ներկայացնում է հենց միևնույն գազանին 7 գլխով եւ 10 եղջյուրներով, որին մենք նոր տեսանք Հայտնություն 12-րդ գլխում, որը պայքարում էր հարսի հետ։ Եվ սա հենց նույն գազանն է, որին ստիպողաբար երկրպագելու է ամբողջ երկիրը, նկարագրված Հայտնություն 13-րդ գլխում։ Այսպիսով, ինչ են իրենցից ներկայացնում այս 7 գլուխներն ու 10 եղջյուրները։ 7 գլուխները դրանք 7 սարեր են, որ կինը նրանց վրա նստած է։ Եվ այն 10 եղջյուրը, որ տեսար, 10 թագավորություններ են։ Աշխարհում միայն մեկ քաղաք կա, որը նստած է 7 սարերի վրա, մեկ խոշոր քաղաք եւ այն Հռոմն է։ Դրա համար շատ մեկնաբանների մոտ կասկած չկա, որ Հովհաննեսը եւ խոսում է այս կնոջ մասին, նա խիստ կապ է տեսնում Հռոմի հետ։ 7 սարերի քաղաք կոչվող Հռոմի ներսում տեղավորվում է մի լիարժեք պետություն Վատիկան անվամբ։ Կա միայն մեկ եկեղեցի, որը նաև հանդիսանում է անկախ պետություն եւ ունի քաղաքական համաշխարհային իշխանություն, եւ դա Վատիկանն է։ Այս պետությունը, որն ունի աշխարհի ամենաքիչ բնակչությունը, հաստատվել էր որպես անկախ պետություն 109 հեկտար Հռոմի ներսում։ Վատիկանի պատերի ներսում բնակվում է մոտ 1000 մարդ, ովքեր ղեկավարվում են Պապի կողմից, ով ունի բացարձակ գործադիր, օրենսդրական եւ իրավաբանական իշխանություն։ Աշխարհի տարբեր դեսպաններ հանդիպում են Պապի եւ նրա ներկայացուցիչների հետ, փնտրելով ազդեցություն եւ առաջնորդություն այս համաշխարհային կրոնական զորությունից։ Նույնիսկ Միացյալ Ազգերի կազմակերպությունը հավաքվում է, որպեսզի լսի Պապի ելույթները։ Երբ արևմտյան հռոմեական կայսրությունը ընկավ, նրա տարածքը բաժանվեց 10 մասերի։ 10 եղջյուրները ներկայացնում են 10 թագավորներ կամ 10 թագավորություն, որոնց վերջնականապես վերածվեց պառակտվող Հռոմը։ 10 եղջյուրները Հռոմի 10 թագավորությունների բաժանվելու նկարագրությունն է։ Պատմության ընթացքում կաթոլիցիզմը իշխում էր շատ թագավորություններում։ Սա մի եկեղեցի է, որը սատարվում է քաղաքական իշխանությամբ։ Տեսնում եք, քանի որ այս կինը հեծնում է գազանին եւ շատ դարերի ընթացքում նա իշխանության գլխին է եղել, ապա ստացվում է եկեղեցու եւ պետության միավորում։ Աստվածահայհոյության անունները հանդիսանում են այս մարգարեության մեկ այլ կարևոր բաղադրիչը, որը անմիջականորեն ցույց է տալիս Հռոմի կաթոլիկ եկեղեցուն։ Մենք ամենակարող Աստծո փոխանորդներն ենք այս երկրի վրա։ Սա մահկանացու մարդուն հավասարեցնում է Աստծուն եւ հենց աստվածահայհոյության նկարագրումն է։ Սա չի նշանակում կասկածի տակ դնել յուրաքանչյուր կոնկրետ պապի անկեղծությունը, բայց մարգարեությունը ուղղված է նրանց զբաղեցրած պաշտոնին եւ այն համակարգին, որը նրանք ներկայացնում են։ Կինը նաև հագել է յուրահատուկ գույներով հագուստ։ Այստեղ թվարկվում են նրա հագուստի կոնկրետ գույներ, որտեղ այլևս չկա սպիտակ գույն։ Եվ հիմա մենք տեսնում ենք գույներ, որոնք ներկայացնում են ինչպես էլ տարօրինակ թվա երկու բան՝ իշխանություն եւ պոռնկություն։ Հատուկ գույներ, որոնք մենք տեսնում ենք, երևում են նաև քրիստոնեական եկեղեցու պատմության մեջ, քահանաների հագուստի վրա։ Դրանք եղել են ոչ միայն հռոմեական կայսերի սկզբունքային գույները, համաձայն կաթոլիկական հանրագիտարանի մանուշակագույնը եպիսկոպոսների պաշտոնական գույն է, իսկ վարկարմիրը կարդինալների։ Մենք տեսնում ենք, որ այս պոռնիկը կամ կաշառակեր եկեղեցին բացի մանուշակագույն եւ վարկարմիր թանկարժեք հագուստներից ունի նաև շատ թանկարժեք քարեր։ Եթե սկսենք խորհել նրա ոսկու ծարծաթից եւ մարգարիտներից պատրաստված անհամար արվեստի գլուխգործոցների մասին, ապա Հռոմի կաթոլիկ եկեղեցին կհամարվի աշխարհի ամենահարուստ հոգևոր կազմակերպությունը։ Ամեն տարի աշխարհի տարբեր մասերից զբոսաշրջիկներ են այցելում, որպեսզի տեսնեն հռոմեական եկեղեցու փայլող շքեղությունը։ Կնոջ մեկ այլ անհանգստացնող բնորոշիչ մենք գտնում ենք 6-րդ համարում։ Եվ տեսային կինը արփած սուրբերի արյունով եւ Հիսուսի վկաների արյունով։ Պատմությունը ցույց է տալիս, որ հռոմեական եկեղեցին դարեր շարունակ եղել է քրիստոնյաների եւ հրեաների ամենաակտիվ հալածողը։ Եվ իրականում պատմությունը ասում է, որ մոտ 50 միլիոն հավատացյալներ ինկվիզիցիայի եւ հալածանքների զոհեր դարձան Հռոմի եկեղեցու կողմից։ Այսպիսով ինչ ենք մենք տեսնում, որ այս մարգարեությունը ասում է, որ եկեղեցին անթիվ հալածանքների մասնակիցը կլինի, եւ հենց այդպես էլ տեղի ունեցավ։ Եկեղեցին սկսեց դատական մի գործընթաց, որ հայտնի է ինկվիզիցիա անվամբ, որպեսզի հարցաքննի մարդկանց,
որքան հնարավոր է շատ մարդկանց պարտադրի հրաժարվելու իրենց տեսակետից եւ համոզմունքից, եւ որպեսի բանտարկել տա հոգեվոր շարժման առաջնորդներին, խոչընդոտելով նրանց տարածելու այն։ Ամենաշատ քանակի մահերը, որ երբևէ գրանցվել են, տեղի են ունեցել, երբ եկեղեցին հալածել են նրանց, ովքեր համաձայն չէին իրենց հետ, եւ այդ մակարդակի ճնշումը շարունակվել է միջին դարերի ընթացքում։ Այսպիսով, այս կինը կամ եկեղեցին ներկայացնում է ճնշող մի իշխանություն, ով հալածում է Քրիստոսի իսկական հետևորդներին։ Եկեք խոսենք մի քանի համարձակ մարդկանց մասին, ովքեր վտանգեցին իրենց կյանքը ընդդիմանալով քայքայող հեթանոսական ազդեցությանը եւ այդ հոգեվոր խավարի դարաշրջանում կիսվեցին Աստծո խոսքով։ Խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ստվերի երկրումը բնակողների վրա լույս ծագեց։ Ֆրանսիայի Լիոն քաղաքում ապրում էր մի երիտասարդ տղամարդ, ով փոխեց քրիստոնեական եկեղեցու պատմության ընթացքը։ Պետրոս Վալդոն, որ ճանաչված էր նաև որպես Վալդես, շատ հարուստ եւ կրթված վաճառական էր, ով կրեց այնպիսի փորձառություններ, որոնք փոխեցին նրա կյանքը։ Վալդեսի երիտասարդ ընկերը հանկարծամահ եղավ։ Հասկանալով կյանքի անցողիկությունն ու աշխարհիկ հարստության ունայնությունը, Վալդոն որոշում կայացրեց թողնել ամեն ինչ հանուն Քրիստոսի։ Նա իր հարստությունը տվեց աղքատներին եւ դարձավ թափառական քարոզիչ։ Վալդոն սովորեցնում էր, որ Աստվածաշունչը պետք է հասկանալ բառացիորեն եւ ազատ քարոզել յուրաքանչյուր մարդու իրենց հասկանալի լեզվով։ Նա քաջալերում էր հավատացյալներին ապրելու պարզ կյանքով եւ համարձակորեն դատապարտում էր քահանաների շռայլությունը։ Մեր թվարկության 1170 թվականին Պետրոս Վալդոն հավաքեց բազմականակ հետևորդներ, որոնց անվանեցին Լեոնի աղքատներ կամ Վալդենսներ։ Գիտնականների համակարծիքով Պետրոս Վալդոն համարվում է Վալդեսների հիմնադիրը։ Նրանք վստահում էին Աստվածաշնչին եւ ապրում էին Ֆրանսիայում եւ Իտալիայում։ Նա կաթոլիկ աշխարհիկ էր, ով ներշնչվել էր վաղ եկեղեցու մասին քարոզներով։ Նա շրջագայող քարոզիչների մի խումբ ստեղծեց, ովքեր սովորեցնում էին ավետարանը։ Նա դեմ էր խոսում նյութափոխակերպման եւ մեսայի արարողություններին։ Որտեղ էլ գնար, Պետրոս Վալդոն տեսնում էր ճշմարտության համար ծարավ մարդկանց։ Նա հավատում էր, որ երկրում սով կա Աստծո խոսքի հանդեպ։ Այդ իսկ պատճառով նա մի եկեղեցական ծառայողի վճարեց, որպեսզի նա օգնի իրեն թարգմանելու նոր կտակարանը հասկանալի ֆրանսերենով։ Պատմում են, որ Վալդեսը հանձնարարեց երկու կրթված հոգևոր մարդկանց Լիոնում պատրաստելու Աստվածաշնչի տարբեր հատվածների եւ որոշ եկեղեցական հայրերի աշխատությունների թարգմանությունները պարզ ու հասկանալի ֆրանսերեն լեզվով։ Բայց Հռոմի կաթոլիկ եկեղեցին այլևս չէր կարող հանդուրժել դա, որպեսզի հասարակ ժողովրդին ազատորեն քարոզվի ավետարանը։ 1179 թվականին Լատերանի երրորդ համաժողովի ժամանակ Վալդոյի գաղափարները պաշտոնապես քննադատվեցին որպես հերձված ուղղություն։ Անմիջապես դրանից հետո նա եւ նրա հետևորդները վտարվեցին եկեղեցուց։ Վտարվելով Լիոնից, Վալդենսները հիմնադրվեցին ֆրանսիական Ալպերում, Պիեմոնտում։ Այստեղ նրանց ընտանիքներում Աստվածաշունչը դարձավ ուսումնասիրության գլխավոր առարկան։ Նրանք անգիր էին սովորում Աստվածաշնչի տարբեր հատվածներ։ Չունենալով տպագրական մեքենաներ, Վալդենսները հաճախ զբաղվում էին Աստվածաշունչը արտագրելով։ Հայտնի լինելով Աստծո խոսքին իրենց հաստատակամությամբ, այդ քարոզիչները տարածում են իրենց ուսմունքը արտասահմանում, գնալով այնտեղ որպես առևտրականներ, որպեսզի խուսափեն ձերբակալվելուց, նրանք երբեմն արտագրած աստվածաշնչյան հատվածները կարում էին իրենց հագուստի ներսում եւ զգուշությամբ կիսվում էին բաց սրտով մարդկանց հետ։ 1218 թվականին նույնիսկ Վալդոյի մահից հետո հռոմեական եկեղեցին շարունակում էր դաժանորեն հետապնդել Վալդենսներին։ Դարերի ընթացքում շատերը ենթարկվում էին հարցաքննության եւ մահապատժի Եվրոպայի տարբեր մասերում։ Սուրբ Հոգին եկեղեցու ներսում շատ մարդկանց ներշնչեց խիզախորեն կանգնելու եւ բարենորոգման կոչ անելու։ Այդպիսիներից մեկն էր Ջոն Ուիկլիֆը, ով անգլիացի աստվածաբան, քարոզիչ, թարգմանիչ եւ Օքսֆորդի դասախոս էր։ Նրա կրթությունը շատ արժեքավոր հատկություն դարձավ նրա համար, եւ նա սկսեց քննադատորեն արտահայտվել վտանգավոր խաբեությունների դեմ, որոնք տարածվում էին Աստծո ժողովրդի մեջ։ Ուիկլիֆը երբեք չէր ուզում հակադրվել եկեղեցական առաջնորդներին։
Բայց երբ տեսավ անհամաձայնություններ Աստծո խոսքի եւ եկեղեցու գործնեայության միջև, նա չկարողացավ լռել։ Wycliffe բավականին ոչ սովորական ազնվորություն էր հերձվածող կոչվելու համար, քանի որ նա Օքսֆորդյան համալսարանի դասախոս էր եւ եկեղեցու համակարգի բարձր դիրքերում էր։ Այնուամենայնիվ, նրան անհանգստացնում էր այն, ինչ նա տեսնում էր շրջապատում։ Երբ նա տեսավ, որ Հռոմը Աստվածաշունչը փոխարինում է ավանդությամբ, նա սկսեց մեղադրել քահանաներին կյանքի խոսքը քաղցած մարդկանց չտալու մեջ։ Նա հավատում էր, որ Աստվածաշունչը ունի ամենամեծ հեղինակությունը, եւ նա հանձնարարեց թարգմանել Աստվածաշունչը։ Նա ուներ հետևորդներ, որոնց անվանում էին լոլարդներ։ Նրանք շրջագայում էին, քարոզելով եւ տարածելով Աստծո խոսքը։ Նրանք հավատում էին, որ Աստվածաշունչը կարդալը շատ կարևոր է։ Նրանք կարդում էին Wycliffe-ի թարգմանությամբ Աստվածաշունչը։ Նրանք հավատում էին այն նույն բարձ աստվածային երկրպագությանը, որին կոչ էին անում Վալդեսները եւ այլ խմբավորումները 12-րդ դարում։ Դա մի վիթխարի նվեր էր, որը նա կարող էր նվիրել հասարակ ժողովրդին։ Ոչ մի փաստաթուղթ չի փոխել պատմության ընթացքը ավելին, քան Աստվածաշնչի անգլերեն թարգմանությունը։ Wycliffe-ը համարձակություն ուներ հայտարարելու, որ Պապի համաշխարհային իշխանությունը չունի աստվածաշնչյան հիմնավորում։ Այդ պայմաններում 1377 թվականի մայիսի 22-ին Գրիգոր II Պապը քննադատեց Ջոն Wycliffe-ի աշխատությունները, ասելով, որ նրա ուսմունքը վտանգավոր է եկեղեցու եւ պետության համար։ Wycliffe-ը շարունակում էր սովորեցնել, որ փրկությունը տրվում է միայն Քրիստոսի միջոցով եւ որ Աստվածաշունչն է հանդիսանում անսխալական, այլ ոչ Հռոմի եկեղեցին։ Աստիճանաբար նրա աշխատությունները եւ բարենորոգման փորձերը տարածվեցին սեյսմիկ ալիքների պես, ազդելով միլիոնավոր հավատացյալների վրա։ Դրանք հասան նաեւ Բոհեմիա եւ ներշնչեցին Յան Հուսին։ Հուսը կիսում էր նյութափոխակերպման, եկեղեցու իշխանության եւ հարստության դեմ քննադատական կարծիքները։ Հուսը դեռ պատանի էր, երբ մահացավ Wycliffe-ը, բայց նրա աշխատանքները մեծ ազդեցություն թողեցին նրա կյանքի եւ ապագա առաքելության վրա։ Յան Հուսը Բոհեմիայի քարոզիչ էր, համալսարանի դասախոս, նաև որոշ ժամանակ արքայական կապելանը։ Նրան վստահել էին որոշ ժամանակ լինել քարոզիչ փոքրիկ եկեղեցում, որը նոր էր կառուցվել։ Wycliffe-ի պես Յան Հուսը ավետարանում էր Սուրբ Գիրքը ժողովրդին հասանելի լեզվով։ Այդ ձևը արգելված էր եկեղեցու կողմից եւ եկեղեցիներում քարոզը տարվում էր մեռյալ լատիներեն լեզվով։ Մի անգամ քայլելով քաղաքով Հուսը նկատում է երկու նկար, որոնք դրվել էին երկու մարդու կողմից, որպես լուռ բողոքարկում։ Նկարներում պատկերված են երկու տարբեր սցենաներ։ Մեկում պատկերված էր հասարակ Հիսուսը, ով խոնարհաբար մտնում է Երուսաղեմ ճանապարհից հոգնած աշակերտների հետ։ Իսկ մյուսում պատկերված էր Պապը, հագած շքեղ հագուստներ, նստած շարժական գահին, ում հետևում էր արքայական շքախումբը։ Նկարները պարզորոշ հակադրություն էին Հիսուսի, ով ասաց, որ նույնիսկ աղվեսները եւ թռչունները ունեն բներ, իսկ մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի, եւ մեծափառ շքեղությամբ Պապի հագուստի եւ պալատի միջև։ Այս բացահայտման ազդեցության տակ նա սկսեց համընդհանուր քննադատել հպարտությունը, եսասիրությունը եւ քահանայության կաշառակերությունը։ Նա համարձակորեն եկեղեցում բարենորոգման կոչ էր անում։ Յան Հուսին հրավիրեցին Գերմանիա Կոնստանց, որպեսզի հրապարակա պաշտպանի իր քննադատությունը ընդդեմ Հռոմի եկեղեցու։ Վենգրիայի թագավոր եւ Սուրբ Հռոմի կայսրության ապագա կայսր Սիգիզմունդը իրաշխավորեց նրա անձնական պաշտպանությունը, բայց Հուսի քաղաքում հայտնվելուն պես նրան ձերբակալեցին եւ բանտարկեցին Գոտլիբենսկյան ամրոցում։ Թագավոր Սիգիզմունդը շատ էր զայրացել Հուսի բանտարկության լուրից եւ նա սպառնաց եկեղեցական խորհրդին, սակայն խորհուրդը համոզեց Սիգիզմունդին, որ նա կարիք չունի անհանգստանալու իր խոստման հետ կապված, քանի որ Հուսը հերձվածող է։ 1415 թվականի հուլիսի 6-ին խորհուրդ հավաքվեց Մեսայից ու պատարագից հետո եւ այդ ժամանակ բերեցին Յան Հուսին նրա գործը քննելու։ Նրան առաջարկեցին ելույթ ունենալ ի պաշտպանություն իր արած արտահայտությունների։ Եվ երբ նա խոսում էր, խորհուրդը որոշեց, որ նա հերձվածող է։ Նրան ձերբակալեցին եւ դատապարտեցին հերձվածողության համար։ Այնուհետև պահակախումբը նրան տարավ մահապատժի։ Հուսը մահապատժի ժամանակ անկոտրում մնաց։ Երբ հրդեհը պարուրեց նրան, նա նույնիսկ բարձր երգեց։ Մահանալով Հուսը կանխասեց.
100 տարի հետո Աստված կբարձրացնի մի մարդու, ում բարենորոգման կոչերը անհնար կլինի կանգնեցնել։ Գերմանիայի Մենսվիլ քաղաքի հասարակ մի տան մեջ մեծացավ Մարտին Լյութերը, ով աստվածաբան, գրող, կոմպոզիտոր եւ քահանա էր։ Նա անկասկած 16-րդ դարի ամենահայտնի հոգևոր բարենորոգիչն էր։ Լյութերը ծնվեց 1483 թվականի նոյեմբերի 10-ին Յան Հուսի մահից մոտ 70 տարի հետո։ Ծնվելով միջին խավի աշխատասեր ընտանիքում եւ ունենալով մի քանի եղբայրներ եւ քույրեր, Լյութերը իր մեջ հաստատուն բնավորություն զարգացրեց։ Լյութերի ընտանիքը երևի որոշ առումով ձգտում էր ամեն բանի հասնել կատարյալ արդյունքներով։ Ըստ Լյութերի նրանք շատ խիստ էին պատանի Լյութերի նկատմամբ, եւ նրանք պարզորոշ տեսնում են, որ իրենց որդու բարձունքի հասնելու բանալին կրթության մեջ է։ Երիտասարդ հասակում նա ուզում էր դառնալ իրավաբան։ Այնուամենայնիվ, դրամատիկական իրադարձությունը մեկընդմիշտ փոխեց նրա կյանքի ընթացքը։ Լյութերը հայտնում է այնպիսի իրավիճակում, երբ ուժեղ կայծակել եւ մեծ վախ է ապրում իր կյանքի համար։ Նա դաշտում էր եւ վախենում էր, որ կայծակնահար լինի։ Կայծակը խփում էր նրա դիմաց, ետևում, կողքին։ Սարսափի մեջ նա բացականչում է եւ խոստանում, որ երբ Սուրբը փրկի իրեն, ապա ինքը քահանա կդառնա։ Այդ ժամանակ նա դիմում է Սուրբ Աննային, որ իբրև պատասխանատու է անելանելի իրավիճակների համար։ Սուրբ Աննա, փրկիր ինձ, եւ ես կդառնամ քահանա։ Եվ նա կատարեց իր խոստումը։ Չնայած իր հոր բարկությանը, Լյութերը թողեց իրավաբանությունը, վաճառեց իր գրքերը, ընդունվեց Էրֆրուտի Օգոստոսյան փակ մենաստանը, իր ժամանակը լիարժեք նվիրելով քահանայական կյանքին։ Հետևելով փրկության թշվառ ցանկություններին, նա շատ էր պասպահում, ժամերով աղոթում էր, ճգնավորի կյանք էր վարում եւ անընդհատ խոստովանություններ անում։ Եթե քահանաներից ինչ-որ մեկը կարողանար փրկություն վաստակել, ապա ես անկասկած նրան շարքերում կլինեի։ Նա այնտեղ հոգևոր առաջնորդ գտավ, ով հասկացավ, որ Լյութերը ունի յուրահատուկ զգայուն հոգի։ Նրա հոգևոր առաջնորդը հասկացավ նաև, որ Լյութերը պետք է աստվածաշունչ դասավանդի։ Այդպիսով նա միաժամանակ դասավանդում էր աստվածաբանություն, քարոզում տեղական եկեղեցում եւ Օգոստոսյան տան կրոնական խմբավորման անդամ էր։ Հետևաբար նա 3 աշխատանք էր կատարում։ Վիտենբերգում նա սովորում է ուսումնասիրել Աստվածաշունչը բնագրի լեզվով։ Շուտով իր դասախոսությունների ժամանակ նա սկսում է ազատորեն կիսվել ձեռք բերած ճշմարտությամբ։ Նրա ունկնդիրները հիացմունքի մեջ էին։ 1510 թվականին Լյութերը կատարեց ուխտագնացություն, որպեսզի այցելի եկեղեցու ղեկավարությանը, որ գտնվում էր Հռոմում։ Նա զզվանք ապրեց տեսնելով սարսափելի ագահություն եւ այլասերվածություն բոլոր դասակարգի քահանաների մեջ։ Նրա մեջ սպասումները Սուրբ քաղաքի մասին խարխլվեցին, երբ տեսավ քահանաների անկումնային կենսակերպը։ Դա շատ մեծ հակադրություն էր իր գերմանական հասարակ կյանքի հետ համեմատած, բայց ամենամեծ բացահայտումը դեռ առջևում էր։ Նա եկավ Հռոմ, սկսեց բարձրանալ աստիճաններով եւ լսեց մի ձայն. «Արդարահավատքով կապրի»։ Այսպիսով նա բարձրանում էր Պիղատոսյան աստիճաններով ծնկների վրա, որը նրան ինչ-որ չափի վստահություն պետք է տար, որ նա շատ երկար չի վարվի խավարանում։ Եվ նրա միտքը լուսավորվեց, երբ տեսավ շրջակա միջավայրը, եւ նա մտածում էր, թե ինչ եմ անում ես, չէ՞ որ Աստվածաշունչը ասում է, որ դա տեղի է ունենում հավատքի համաձայն։ Եվ նա կանգնում է ոտքերի վրա, դա շրջադարձային պահն էր։ Լյութերը վերջապես հասկանում է փրկության համար Քրիստոսի արժանինքներին վստահության կարևորությունը։ 1512 թվականին Հռոմից վերադառնալուց հետո Լյութերը ստացավ Վիտենբերգյան համալսարանի աստվածաբանի դոկտորի կոչում։ Նա սկսեց համարձակորեն քարոզել մարդկանց, որ քրիստոնյաները չպետք է ընդունեն ոչ մի ուսմունք, բացի նրանցից, որ բխում են Աստվածաշնչից։ Եվ այդ սկզբունքը sola scriptura դարձավ բարենորոգման մարտական մեխը։ Սա պատմության մեջ ընդհանուր մի թել է, որը նկարագրում է եկեղեցու անկումը։ Երբ մարդիկ կորցրեցին Սուրբ Գիրքը եւ այն ինքնուրույն կարդալու ունակությունը պատնեշ առաջացավ նրանց եւ Սուրբ Գրքի, նրանց եւ Քրիստոսի միջեւ։ Այնուհետև դա սկսեց վերականգնվել, երբ Մարտին Լյութերը եւ նրա կողմնակիցները սկսեցին պնդել, որ Սուրբ Գիրքն է հանդիսանում իրական հեղինակությունը, sola scriptura, tota scriptura, prima scriptura, եւ նրանք սկսեցին նորից բարձրանալ վերև։ Միաժամանակ Հռոմը հիմք էր պատրաստում նոր Սուրբ Պետրոսի շքեղ տաճարի կառուցման համար։
Եկեղեցին դոմինիկացի Իոգան Տետցելին ուղարկեց Գերմանիա, վաճառելու ինդուլգենցիաներ տաճարի շինարարական աշխատանքների համար։ Եկեղեցին հավատում էր, որ ոչ միայն իր ծառայությունները եւ զոհաբերությունները կարող են օգնել մահացածներին, այլ նաեւ Արևմուտքի եկեղեցու գլխավորը Պապը եկեղեցուն պատկանող իր փրկագնող ողորմության առատության շնորհիվ կարող է պատիժները ներված հայտարարել, որը մարդը պետք է կրեր մահից հետո։ Եվ դա անվանում էին ինդուլգենցիա։ Լիարժեք վճարված ինդուլգենցիան ազատում էր մարդուն բոլոր մեղքերից, որ նա կատարել էր նախկինում։ Եվ դրանով, ինչպես եկեղեցին էր պնդում, արագացնում էր խավարանից երկինք հայտնվելու ընթացքը։ Միջին դարերի վերջնամասում եկեղեցին որոշեց, որ ինքը կարող է մարդկանց ասել. Եթե դու եկեղեցուն ընծաներ տաս, ապա եկեղեցին կտա քեզ ինդուլգենցիաներ։ Քո մահացած հարազատների, ընկերների եւ սիրած անձնավորությունների համար։ Եվ այդ հարազատ մարդը կխուսափի խավարանի տանջանքներից։ Եվ ենթադրվում էր անմիջապես։ 14-15-րդ դարերի ընթացքում այն դարձավ հանրաճանաչ համոզմունք։ Մարդիկ ագահորեն պահանջում էին ինդուլգենցիաներ։ Երբ Լյութերը իմացավ, որ իր եկեղեցու անդամները ինդուլգենցիաներ են գնում, շատ բարկացավ։ Երբ մարդիկ մոտենում էին նրան, որպեսզի իրենց ինդուլգենցիաները գործի դնեն, նա սառնասրտորեն հրաժարվում էր ընդունել դրանք։ Լյութերը քարոզում էր, որ այն ինչի կարիքը նրանք իրականում ունեն, այն է, որ անկեղծորեն ապաշխարեն եւ թողնեն իրենց մեղքերը։ Սա առաջին խնդիրն էր, որ Լյութերին մղեց պայքարի իր սիրած եկեղեցու համար։ 1571 թվականի հոկտեմբերի 31-ին Լյութերը իր հանրաճանաչ բողոքը գամեց Վիտենբերգի բոլոր սրբերի եկեղեցու դռանը։ Ինչ են իրենցից ներկայացնում այդ 95 թեզիսները, որոնք նա գամեց Վիտենբերգի եկեղեցու դռներին։ Դա փոխզրույցի ակադեմիական իրավունք էր։ Դու գրում ես 95 թեզիսային արտահայտություններ, եւ դու ըստ էության ասում ես, ահա իմ առաջարկները։ Եվ դրա համար հիմնականում օգտագործում են ամենազորեղ խոսքերը, որոնք դու կարող ես մտածել։ Քանի որ դրանք քննարկման ենթակա կետեր են, դա կոչվում է բանավեճ։ 95 թեզիսները ընդամենը 95 հայտարարություններ են, որոնց միջոցով նա ուզում էր սկսել համալսարանական բանավեճ։ Դա միջնադարյան ակադեմիական ստանդարտ պրակտիկա էր։ Դրա միջոցով Լյութերը օգտագործում է ակադեմիական շատ սուր գործառույթ։ Դա նույնն է, ինչ մեր օրերում հոդված թողարկել է գիտական ամսագրի մեջ։ Լինելով պատմաբան, ես կարող եմ ասել, որ դու իրականում չես սպասում, որ այն շատ մարդիկ կկարդան, այլ դու դիմում ես մարդկանց շատ փոքր խմբի։ Այսպիսով նա վերցնում է դրանք եւ խփում Վիտենբերգի ամրոցային եկեղեցու դռներին, քանի որ դա ավանդական տեղ է, որտեղ դու կախում ես բանավեճի հրավերները։ Այդ իսկ պատճառով նա այդքան էլ չէր ակնկալում, որ անպայման գործը կստացվի։ Բայց դա շատ մարդկանց ուշադրությունը գրավեց ներառյալ Պապի։ Ինչ վերաբերում է Լյութերին, նա առաջ չէր քաշում ինչ-որ բան, որը թշնամություն կառաջացներ եկեղեցու կողմից։ Նա հավատում էր, որ ինքը առաջ է քաշում մի բան, որը կողջունի եկեղեցին։ Եվ իսկապես, եթե մենք վերադառնանք վաղ եկեղեցու հայրերին ներառյալ Ավգուստինին, դուք կարող եք շատ բան տեսնել նրա աշխատություններում, որոնք համահունչ են Լյութերի գաղափարներին։ Այնպես որ Լյութերը ակնկալում էր, որ մարդիկ կասեն՝ «Օ, շնորհակալություն, որ հիշեցիր մեզ դա»։ Իսկ դա միամիտ միտք էր, եւ հավանաբար դա կապված է նրա ակադեմիականության հետ։ Լյութերը չէր ուզում նոր շարժում հիմնադրել, այլ հենց հակառակը, բայց իրականությունը իհարկե այն էր, որ եկեղեցին չողջունեց Լյութերի ասածների մեծ մասը։ Պապը արձակեց բուլլա, որը մի հայտարարություն էր, որ քննադատում էր Լյութերին եւ նրա աշխատությունները, եւ ըստ որի դրանք պետք է հրկիզվեին։ Բուլան բերեցին Վիտենբերգ, իսկ գրությունները վառելու փոխարեն Լյութերը շատերին հավաքում է Վիտենբերգ եւ բուլան վառում է հրապարակավ։ Իսկ դա նշանակում էր մարտահրավեր նետել, այդպես չէ։ Մարտահրավերը նետվեց եւ դրան պատասխանեցին։ Հենց այդ ժամանակ Լյութերը ասաց. «Լավ, եթե դուք դատապարտում եք ինձ, ես էլ ձեզ եմ դատապարտում», քանի որ նա հավատում էր դա ճշմարտության հարց էր։ Եվ եթե եկեղեցին դատապարտում է աստվածաշնչյան ճշմարտությունը, ապա իրականում եկեղեցին պետք է հակաքրիստոս լինի։ Եվ նա հենց այդպես էլ անվանում է։ Եվ իհարկե, եթե դու մեկին անվանում ես հակաքրիստոս, ապա դրանից հետո դժվար կլինի հասնել փոխհամաձայնության եւ փոխզիջման։ Այսպիսով գերմանական կայսրը կազմակերպում է լսումներ։ Բոլոր կարևոր արքայազնները եւ քահանաները հավաքվեցին պատմական հանդիպմանը Վարմոս կոչվող վայրում։ Այնտեղ կային ներկայացներ բոլոր տարբեր արքայազններից եւ վերին խավից։ Լյութերը գնում է այնտեղ հավատալով, որ կունենա հնարավորություն ներկայացնելու իր տեսակետը։
Իսկ եկեղեցին գիտեր, որ Լյութերը լավ բանավեճող է, եւ չեն ուզում տալ նրան այդ հնարավորությունը։ Նրան տեղադրում են մի փոքր խմբի առջև եւ ներկայացնում են նրան գրքերի բուրգը։ Նրան երկու հարց են տալիս. «Սա քո գրքերն են»։ Եվ արդյոք դու հրաժարվում ես դրանցից եւ նրանց մեջ գրված ուսմունքից։ Նա միջապես չի պատասխանում։ Նա ասում է. «Այո, դրանք իմ գրքերն են, բայց այնտեղ շատ բան կա գրված։ Ինձ ժամանակ է պետք մտածելու»։ Նա համարյա կորցնում է ինքնատիրապետումը, բայց ի վերջո տիրապետում է իրեն։ Հաջորդ օրը նա գալիս է եւ սկսում է բառախաղ անել։ Նրանք ասում են. «Այս գրքերը բոլորը քոնն են»։ Դու հրաժարվում ես դրանցից։ Նա ասում է. «Դուք խնդրում եք ինձ հրաժարվել բոլոր իմ գրքերից, քանի որ իմ որոշ աշխատությունների հետ համաձայն չեք։ Ես գրել եմ չարի որոշակի դրսևորումների մասին, որի հետ եկեղեցին համաձայն է։ Ինչ է, դա նույնպես ճիշտ չէ»։ Նա սկսում է բանավիճել։ Սակայն իշխանությունները ոչ մի բանավեճել չեն ուզում։ Նրանք ասում են. «Ոչ, դու պարզապես պետք է ասես, արդյոք դու հրաժարվում ես այս գրքերից»։ Դա պատմական մի պահ էր, քանի որ կապված է Լյութերի հետ։ Նա հավատում էր, որ իր վերջը եկել է։ Եթե ինձ չհամոզեք աստվածաշնչյան վկայություններով եւ տրամաբանական պարզորոշ փաստերով, ապա ես չեմ ընդունի ոչ պապի, ոչ համաժողովների հեղինակությունը, քանի որ հայտնի է, որ նրանք հաճախ են սխալվում եւ հակասում իրար։ Ես կապված եմ աստվածաշնչով, որը մեջ բերել եմ։ Իմ խիղճը կապված է Աստծո խոսքով։ Ես չեմ կարող եւ չեմ ուզում հրաժարվել ոչ մի բանից, քանի որ լավ չէ եւ ապահով չէ խղճին դեմ գնալը։ Սրա վրա կանգնած եմ եւ այլ ձև ես չեմ կարող։ Թող Աստված ինձ օգնի։ Ամեն։ Ի պատասխան խորհուրդը համարյա ոչինչ չկարողացավ ասել։ Լյութերը համարվեց օրենքից դուրս։ Նրա գրքերը արգելվեցին եւ վճռվեց ձերբակալել նրան։ Փաստաթղթում ասվում է. «Մենք ցանկանում ենք, որ նրան համարեն սկանդալային ճանաչում ունեցող հերձվածող եւ պատժի ենթարկեն»։ Լյութերին ապահովության հավաստիք էին տվել Wormskին Ռեյստագի համար, այնպես ինչպես եւ Հուսին Կոնստանցի խորհրդի ժամանակ մոտ 100 տարի առաջ։ Այնտեղ կան ղեկավարներ, ովքեր համոզում են Սուրբ Հռոմի կայսրության կայսրին Կարլ 5-րդին արհամարել ապահովության երաշխիքը, ինչպես Սիգիզմունդը Հուսի դեպքում։ Կարլ 5-րդը չէր ուզում դառնալ հայտնի որպես երկրորդ կայսր, ով խախտել է ապահովության խոստումը։ Այդ իսկ պատճառով, որքան էլ խիստ լինի կարիքը, նա թույլ կտա Լյութերին լքել քաղաքը եւ մեկնել տուն։ Միգուցե նա մտածում էր, որ Լյութերին ինչ-որ մեկը ճանապարհին կսպանի, քանի որ նրա գլխի համար պարգևատրում էր նշանակված։ Սակայն Լյութերին առևանգում է զինված տղամարդկանց մի խումբ, ովքեր աշխատում են Ֆրիդրիխ Իմաստունի մոտ, ով մտածում էր, որ Լյութերին որոշ ժամանակով պետք է հանել տեսանելի դաշտից, եւ նրան փակի մեջ պահեց Վոտբուրգի ամրոցում։ Եվ այդ մասին միայն նա գիտեր եւ ոչ մեկը չգիտեր, թե ինչ է պատահել Լյութերի հետ։ Շատերը մտածում են, որ նա մահացել է։ Իր վտարված մենակության հաջորդ տարվա մեջ, որը Լյութերը անվանեց «Իմ Պատմոսը», նախկին քահանան սկսեց շատ գրել։ Նա նույնիսկ կարողացավ նոր կտակարանը թարգմանել հունարենից գերմաներենի։ Լյութերի նոր կտակարանի թարգմանության ավարտից մոտ 72 տարի առաջ Գուտենբերգը փոխեց պատմությունը, ստեղծելով գրատպագրությունը։ Այս հրաշալի նոր տեխնոլոգիայի միջոցով Աստծո խոսքի ճշմարտությունները սկսեցին տարածվել ինչպես տերևաթափ ամբողջ Եվրոպայով մեկ։ Այդպիսով բարենորոգման կեսերում Աստված զինեց իր ժողովրդին իր խոսքի թրով։ Մոտավորապես այդ ժամանակ էլ ոտքի կանգնեցին այլ հավատքի հերոսներ հռոմեական եկեղեցուց։ Այս խիզախ մարդկանց շարքում էին Ֆիլիպ Մելանխտոնը, Ուիլյամ Տինդեյլը, Ջոն Կալվինը, Ջոն Նոքսը եւ այլոք, ովքեր կոչ էին անում վերադառնալ Սուրբ գրքին։ Բարենորոգիչների քարոզության եւ տպագրող հաստոցների աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ ուսումնասիրում են Աստծո խոսքը։ Աստիճանաբար ճշմարտության լույսը սկսեց քանդել մոլորության եւ սնահավատության կապանքները, որոնք կապել էին մարդկանց դարերի ընթացքում։ Գառնանային թարմ քամու սոսափյունի պես Եվրոպայում կրոնական ռենեսանս եղավ։ Եվ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Հայտնության գիրքը մեզ ասում է, որ վերջին օրերում վիշապը, այսինքն սատանան, եւս մեկ անգամ ամբողջ ուժերը կլարի Աստծո եկեղեցուն հալածելու համար։ Վերջիններիս Աստվածաշունչը ներկայացնում է որպես Աստծո պատվիրանները պահողներ եւ Քրիստոսի վկայություն ունեցողներ։ Հայտնության գիրքը մեզ զգուշացնում է նաեւ, որ վերջին օրերում Աստծո ճշմարիտ եկեղեցու բավականին համոզող կեղծ պահճեն է կլինի, որը կքայքայի Սուրբ գրքի ճշմարտությունը։
Հիսուսը զգուշացնում է, որ այն կմոլորեցնի համարյա ամբողջ աշխարհը։ Որովհետև սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ վեր կկենան, եւ նշաններ եւ հրաշքներ կտան, որ եթե կարելի լիներ, ընտրվածներին էլ մոլորեցնեն։ Այս վերջին մոլորությունից անմիջապես հետո կգա Քրիստոսը, եւ նա կգա իր եկեղեցու հետևից, որը մաքրվել է բոլոր սուտ ավանդույթներից եւ հեթանոսությունից։ Դա կլինի մի եկեղեցի, ումից պահանջվում է, այսպես է ասում Տերը, կապված յուրաքանչյուր ուսմունքի հետ, որին նա հետևում է։ Հիսուսը նաև ասաց, որ երբ ինքը վերադառնա, ամբողջ աշխարհը խորասուզված կլինի եսասիրության, դաժանության եւ ըմբոստության մեջ։ Պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք, որովհետեւ ազգ ազգի վրա վեր կկենա, եւ սովեր կլինեն, եւ մահտարաժամներ, եւ տեղ-տեղ երկրաշարժություններ կլինեն, եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի, եւ այն ժամանակ կգա վերջը։ Այս հոգեվոր պայքարը մոլեգնում է դարերի ընթացքում, եւ պարզ է, որ այս մարգարեությունը արագորեն իրագործվում է։ Այս պայքարի սրացմանը զուգահեռ մենք բոլորս կանգնում ենք ընտրության առջև։ Ընտրեցեք այսօր ձեզ համար, թե ում եք պաշտելու։ Ընկերներ, մենք հենց նոր տեսանք, թե ինչպես Աստծո եկեղեցու փառավոր լույսը խավարած եւ աղավաղված էր հեթանոսական լիցաբանության ազդեցության տակ։ Մենք տեսանք նաև, թե ինչպես վաղ եկեղեցին աստիճանաբար սկսեց լցվել հեթանոսական արարողություններով եւ ավանդություններով աստվածաշնչյան ճշմարտության փոխարեն։ Բայց հետո Աստված ոտքի կանգնեցրեց հավատքի տղամարդկանց եւ կանանց ընդդիմանալու մի ամբողջ կայսրության մոլորությանը։ Պատմությունը նորից է կրկնվում։ Շուտով բոլորը կամ կմիանան Քրիստոսի հարսին, կամ կհետևեն Բաբելոնի գազանին։ Որտեղ կլինեք դուք։ Աստվածաշունչը շատ հասանելի է, իսկ վկայությունները անհերքելի են։ Ընտրությունը ամբողջությամբ ձեր ձեռքերում է։ Այո, ես շուտով գալիս եմ։ Ֆիլմը թարգմանվել եւ ձայնագրվել է Ես Քրիստոնյա եմ մեդիա կենտրոնում։